Բայց այսօրվա պատգամը շատ լուրջ պատգամ է, շատ զվարճանքի բաներ չեմ ասի։ Բայց ամեն դեպքում կրկնություններ կլինեն, որտեղ եղբայրները բավականին բաներ են ասել, շատ արժեքավոր բաներ արժի կրկնել։ Ես այսպիսի բան եմ հասկանում։ Երբ որ մենք կանգնենք Տիրոջ առաջ մեր վարձքը ստանալու, ես չեմ կարծում Աստված վարձքը տալու համար նշանակություն ունի, թե որպես ինչ ծառայող ես եղել։ Խոսքի ծառայող ես եղել, սեղանների ծառայող ես եղել, դռնապանի ծառայող ես եղել, մաքրողի ծառայող ես եղել, կարևորը թե ինչքան ես հավատարիմ եղել։ Քո ծառայության մեջ ինչքան ես հավատարիմ եղել։ Ես հենց եմ հասկանում։ Հնարավոր է մի ծառայություն, որ այսօր մեր արջին այդքան էլ բարձր չերևա, բայց նա ավելի մեծ լինի Աստծո առջև, քան թե պատվով ընդունվողները։ Նենց որ հավատում եմ, որ իսկապես հավատարմությունը Աստծո արջին շատ մեծ արժեք է։ Արդից օգտվելով մի բան էլ ասեմ, որը չէի ծրագրել, հենց այս պահին հիշեցի, շնորհ որոշ տեղեր ասել եմ։ Մի անգամ ստեղ մեզ Հայաստանում Կորեայից միսիոներ հյուր կար։ Իրան հրավիրեցի մեր մոտ հենց ապրիլի 24-ն էր։ Եվ ինքը Հայաստանի պատմությունը ուսումնասիրելով մի այնպիսի բան ասեց, որ մինչև այդ չէի մտածել։ Թուրքերը որտեղ որ գրավել են, տեղի ժողովրդին վերացրել են։ Կամ մուսուլմանացրել են։ Հայաստանն էլ գրավեցին։ Բայց Աստծո պահպանությունով չվերացրին, չկարողացան, որտեղ Աստված պահեց։ Բայց հայերին չկարողացան մուսուլմանացնել։ Այսինքն հայերը հավատարիմ մնացին Քրիստոսին։ Դրա համար էլ այսօր հայերի համար Աստված հատուկ ծրագիր մեզ հավատում է։ Արժի։ Նենց որ մենք շատ բացասական բաներ ունենք, շատ ամաչելու բաներ ունենք, բայց ես հավատում Աստված մեզ պահել է հենց այդ հավատարմության պատճառով, որ մեր ազգը հավատարիմ մնաց Քրիստոսին, այդքան ինչ ասեմ, նեղությունների մեջ, այդքան վատ բաների մեջ, այդքան զոհ տալով հավատարիմ մնացին Քրիստոսին։ Այո, մնանք հավատարիմ։ Աստված գնահատում է հավատարմությունը։ Կրկնում եմ, մենք ապրել ենք այդ հավատարմության պատճառով։ Այս իմ հասկացողությունն է, բայց այդ հասկացողությունից առաջացավ այդ կորեացի եղբոր ասելուց հետո։ Մինչև այդ չէի մտածել։ Դե այսքանի sense այս ուղղությամբ որ գնամ, ինչ ծառայության մեջ էլ մարդը լինի, Աստված փնտրում է հավատարիմ սիրտ։ Հավատարիմ սիրտ ունեցողի հետ է գործում։ Ինձ բաժին է հասել խոսելու հավատարիմ դեսպանի մասին։ Որտեղ հավատարիմ դեսպան բառը հատուկ նշված է, ես կարդամ այդ համարը եւ այդտեղից իմ խոսքը շարունակեմ։ Առակաց գրքի 13 գլխի 17 համարը։ Չար պատգամավորը թշվառության մեջ կընկնի, բայց հավատարիմ դեսպանը բժշկություն է։ Այսինքն դեսպանը կարող է բժշկություն լինել, Աստծո խոսքն է ասում։ Բայց նախորդ ասեմ, թե դեսպան ասելով մենք ինչ ենք հասկանում, մենք ոնց ենք պատկերացնում դեսպանը։ Կարծում նորություն ասած չեմ լի, որ ասեմ, դեսպանը մի մեծի կողմից ուղարկված մեկնա կամ մի ուրիշ մեծի կամ ժողովրդի կամ մի տեղ, որը նրա պատգամն է փոխանցելու։ Դեսպանը ինքը իր խոսքը չի ասելու, ինքը իր ուղարկողի խոսքն է ասելու։ Դեսպանը իր փառքը չի փնտրելու, այլ իրեն ուղարկողի փառքն է փնտրելու։ Դեսպանի միջոցով այդ ուղարկողը իր խոսքն է ասում։ Օրինակ, այն հարյուրապետը, որ մարդ ուղարկեց Հիսուսի մոտ, միտեղ գրված է, որ ինքը, այնպես է գրված, կարծես այդ հարյուրապետը ինքն էր խոսողը։ Բայց հարյուրապետը տենց էլ Հիսուսի երեսը չտեսա, որ դեռ ասեց, ես ինձ արժան չհամարեցի, որ գամ։ Բայց դեսպանի միջոցով խոսքը համարվեց, որ իր խոսքն է։ Այսինքն Աստված դեսպանի միջոցով խոսքը համարում է իր խոսքը։ Դեսպանին ընդունողը իրանն է ընդունում, Հիսուսը դեսպան չէ, ասեց ուղարկողին ընդունող, ով ուղարկվածին ընդունի, ուղարկողին կընդունի։ Մի համարել եմ ուզում կարդամ։ Առաջի Տիմոթեոս 1:12
Եվ շնորհակալ եմ Աստծու նրան, որ ինձ զորացրեց, այսինքն Քրիստոս Հիսուս մեր Տիրոջը, որ հավատարիմ համարելով ինձ այս սպասավորության մեջ դրեց։ Այս երկու համարը ես պատրաստել եմ կարդալու, մի քանի համարեր ունենց կհիշեցնեմ։ Ես ուզում եմ կրկնեմ Պողոսի այս խոսքերը։ Շնորհակալ իմ Տիրոջը, շնորհակալ եմ Քրիստոսին, որ ինձ հավատարիմ համարեց այս սպասավորության մեջ դնելու։ Կարծում եմ այս խոսքը միայն ինձ չի հասնում, շատերին է հասնում։ Շատերը կարող են ասել, շնորհակալ եմ, որ ինձ հավատարիմ համարելով դրեց։ Ես հավատում եմ, որ եթե մեկը հավատարիմություն չցուցաբերի, Աստված նրան մի ծառայության մեջ չի դնի։ Բայց քանի որ դեսպանի մասին է խոսքը կամ հավատարմության մասին մի քանի բան ուզում եմ ասել։ Առաջինը, կրկնություն աստեղից ասվեց արդեն, հավատարմությունը Սուրբ Հոգու պտուղներից է։ Սա արդեն ամեն բան ասում է։ Այսինքն Սուրբ Հոգին մարդու մեջ ներգործում է հավատարմություն։ Եթե Սուրբ Հոգին քո մեջ շարժվի, քո մեջ ներգործի հավատարմություն։ Իհարկե մենակ հավատարմություն չի, էլի բաներ կա, բայց նաև հավատարմություն։ Իսկ եթե Սուրբ Հոգին ներգործում է հավատարմություն, նշանակում է դա Աստծո հատկանիշներից է, որ փոխանցում է մեր մեջ։ Պողոսը Տիմոթեոսին ասեց, այս խոսքը հավատարիմ մարդկանց հանձնի, որ ուրիշների փոխանցեն։ Մենք ինչ որ անում ենք, հավատարիմների միջոցով է հնարավոր սա շարունակվի։ Միտեղ եթե հավատարիմը կտրվեց, խոսքի շարունակությունը կկտրվի։ Նաև լավ, արդեն հայտնությունից եմ ուզում ասեմ ու հավատարմություն բառից դուրս գամ, չնայած էլի ասվեց։ Հայտնության 21 գլխի մեջ Հիսուսի մասին գրված է, որ երկնային զորքերի հետ եւ նրա անունն էր հավատարիմ։ Հիսուսի անունը մինչև աշխարհ գալի Հիսուս չէր։ Խոստն էր։ Ստեղ իր անունը դրվեց Հիսուս, այսինքն փրկիչ, որտեղ ստեղ ինքը այդ ծառայության համար եկավ։ Ստեղից հասկանում ենք, որ հավիտենության մեջ նրա անունը հավատարիմ է լինելու։ Մենք նրան ասելու ենք հավատարիմ թագավոր։ Հավատարիմ իր անունն ալնելու, թագավորն էլ իր տիտղոսն ալնելու։ Այդքան մեծ բան Աստծո առջև հավատարմությունը։ Եվ Քրիստոսը ներկայանուլ է որպես հավատարմության մարմնացում։ Շնորհակալ եմ դրա համար։ Մի քանի բառեր ուզում եմ դեսպանի մասին ասեմ։ Մաղաքիայի մարգարեության մեջ գրված է, որ քահանան Տիրոջ դեսպանն է։ Իսկ քահանանով է մարդ Աստված հարաբերության կապող օղակն է։ Եվ մարդ Աստված այդ կապող օղակին Աստված ասում է դեսպան։ Այսինքն մենք ոչ թե կանչված ենք մարդու դեսպան լինելու, կանչված ենք Աստծո դեսպանը լինելու։ Այսինքն այն մեծից խոսքը վերցնենք, փոխանցենք ժողովրդին։ Մեր ժողովրդի մեջ մեծեր կան, փոքրներ կան, բայց կարևորը այն մեծից խոսքը վերցնենք, փոխանցենք։ Որ մի քիչ շարունակենք, այո, Մաղաքիայի մեջ նաև գրված, ահա ես իմ դեսպանը կուղարկեմ, որ ճամփա պատրաստի։ Մենք մեր դեսպանության մեջ նաև այդ ծառայությունը, այդ անելիքը ունենք, ճամփա պատրաստելու։ Ես սրանք ասում եմ, որ տեսեք, դեսպանը ինչեր կարող է անել։ Դեսպանը կարող է ճամփա պատրաստել, դեսպանը քիչ առաջ կարդացի, կարող է բժշկել։ Անգեի մասին արդեն ասվեց, որ անգեն հայտարարեց, Աստված ասում է, որ ես ձեր հետ եմ, եւ անգեի համար գրված է, որ նա Աստծո դեսպանն էր։ Նաեւ Պողոսը միտեղ ասում, Պողոս չներություն, Հակոբոս է։ Հակոբոս, չէ, Պողոս ներություն։ Քրիստոսի կողմից դեսպանություն կանենք, կարծես Աստված է խոսում մեզանով, հաշտվեք Աստծո հետ։ Դեսպանը նա է, որ Աստված է խոսում մեզանով։ Ես սրա մասին բայց մի քիչ հետո նորից ասելու եմ։ Արդյոք մենք կարող ենք բոլորիս համար ասել, Աստված է խոսում մեզանով։ Մի քիչ ես ուզում եմ ստեղ խորանանք, մի քիչ ուրիշ բանել նայենք։ Դեսպանը Աստծո ուղարկվածն է։ Իսկ արդյոք մեր եկեղեցիներում բոլոր Աստծո ուղարկածներն են։ Արդյոք Իսրայելում բոլոր Աստծո ուղարկածներն էին։ Ես հիմա
մի քանի բացասական բան եմ ուզում ասեմ դրանց մասին, հետո դրական, ուղարկածների մասին։ Երեմիայի մարգարեությունը ասում է, որ սուտ մարգարեներին ես չեմ ուղարկել։ Իրանց անունով մարգարե էին, բայց սուտ մարգարեներին Աստված ասում է ես չեմ ուղարկել։ Առակաց 26:6-ում գրված է, որ ծույլի կամ հիմարի միջոցով խոսք ուղարկողը վնաս կքաշի։ Ես չեմ կարծում Աստված այդպիսի վնաս քաշի։ Մյուսը Հիսուսն այս ինքն իրենից խոսողը իր փառքն է փնտրում, բայց ով իր ուղարկողի փառքն է փնտրում, նա ճշմարիտ է։ Նաև Նեհեմիան ոմանց համար ասում է, հասկացա, որ նրանց Աստված չէր ուղարկել։ Դե հիմա դեսպանի դրական կողմերը ասեն։ Նա ում Աստված ուղարկեց, Աստծո խոսքը կխոսի։ Սիրելի դեսպան, սա դեսպանի հատկություններից մեկն է։ Հիսուսն ասեց, իմ գործերն են վկայում, որ ինձ Աստված է ուղարկել։ Իհարկե, ստեղից ինչ որ մենք լսում ենք, մենք ստեղից դաս ենք առնելու։ Մենք մեզ համեմատելու ենք, արդյոք ես այդտենց եմ թե չէ։ Արդյոք սա ինձ վերաբերում է թե չէ, սա ինձ կպնում է թե չէ։ Մյուսը իմ կերակուրը ինձ ուղարկողի կամքը կատարելն է։ Ահա դեսպանի մտածելակերպը։ Եվ վերջապես Հիսուսն ասեց. Տիրոջ հոգին իմ վրա է, որտեղ ինձ ուղարկեց, ինձ օծեց եւ ուղարկեց աղքատներին ավետարան քարոզելու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն։ Այսքանն ասեցի, որ այսքանի ամփոփ ասեմ։ Դեսպանը հատկանիշներ ունի, դեսպանը հատկություններ ունի, դեսպանի միջոցով ինչ որ բաներ պիտի գան։ Մեզ համեմատենք։ Եթե այս բաները կան, շնորհակալ եմ, ուրեմն Աստծո ուղարկած դեսպանն ես։ Ուրեմն Պողոսյան խոսքը, որ Աստված ինձ հավատարիմ համարեց այս սպասավորության մեջ դնելու, կարող ես դու քո անձի համար ասել։ Բայց եթե չէ, ուրեմն այսօր ժամանակն է, որ ստեղից դաս առնենք։ Դեսպանը նաև պատգամ ունի։ Դեսպանը հենց այնպես չի գալի։ Դեսպանը պատգամ ունի, իր ուղարկողի խոսքը ասելու։ Մի քանի տեղեր պատգամի մասին եմ բացել։ Հովանու առաջի թղթի մեջ գրված է. այն պատգամը, որ իրենից լսեցինք, մենք ձեզի կպատմենք եւ մեր հաղորդակցությունը նրա հետ է, եւ ձեր հաղորդակցությունը էլ նրա հետ։ Եթե մեկը խոսի, Պետրոսն է ասում, Աստծո պատգամների պես թող խոսի։ Եվ շատ էլի օրինակներ կան, չեմ ուզում այդքան ասեմ, հիմա ես ուզում եմ գամ իմ խոսքի կարևոր մասին։ Դեսպանը, այո, իր ուղարկողի նրա հանձնարարություն, նրա պատգամ պիտի բերի եւ մի անվանում էլ կա։ Նրա անունից խոսի։ Դեսպանը խոսում է իր ուղարկողի անունից կամ իր ուղարկողի անունով։ Դե հիմա տեսնենք ինչեր կան գրած այդ մասին։ Երկրորդ օրինաց 18:19-ում գրված է. Աստված Մովսեսի միջոցով ասեց. ձեր եղբայրների մեջից քո նման մարգարե պիտի հանեմ, որ իմ անունով խոսի եւ ով որ նրան չլսի, նրանից վրեժ պիտի առնեմ։ Նաեւ Հակոբոս թղթում ասում է, որ դաս առնենք Աստծո անունով խոսող մարգարեներից։ Հիսուսն էլ ասեց. իմ գործերն են վկայում, որ ես հորս անունով եմ գործում։ Շնորհակալ եմ Աստծուն, որ Աստված այսքան լավ բաներ ունի մեր համար։ Բայց հիմա ես մի բան եմ ուզում ասեմ, որը համարձակում եմ, միգուցե ոմանք չընդունեն, բայց այս վերջի տարիները մեր եկեղեցիներում այսպիսի սովորություն է առաջացել։ Արդեն շատերը Հիսուսի անունով կտրում են, կապում են, Հիսուսի անունով քշում են, ինչ են անում, Հիսուսի անունով նույնիսկ պետական բաներ են հռչակում, բայց այդ խոսքը մնում է օդի մեջ։ Շատ այդ խոսքեր չի լինում։ Ինչ եք կարծում, չարժի դրա մասին մտածել։ Ամեն մարդ իրավունք ունի Հիսուսի անունով։ Դե այստեղ մի քանի էլի տեղ ասեմ։ Ելից 27, այսինքն 10 պատվիրաններից մեկը։ Աստծո անունը պարապտեղ բերանը չառնես։ Հիշում եք այս տեղը։
Սաղմոս 50:16-22 Քեզ ինչ, որ իմ օրենքս կպատմես։ Ինչ մեկում ասում։ Ամբարշտին։ Գողին տենում ես, հետը միաբանում ես։ Նստում ես եղբորը դեմ բամփասում ես։ Որ տեսել եք նման մարդիկ։ Դեռ մի կտորել պոչտի տանք է։ Այսինքն ոմանք նույնիսկ արել են։ Բայց Աստված ասում է, ես կպատարեմ եւ ազատող չի լինի։ Եվ այդ մարդը, որ ասի Տիրոջ անունով եմ խոսում, ինչ եք կարծում, Տերը նրա իր անունը կվստահի այդ մարդուն։ Եվ նորից եմ ասում, քեզ ինչ, որ իմ անունից կխոսես։ Կամ Աստված Աստծո անունով սուտ մարգարեներին Աստված պիտի պատժի։ Սա Երեմիան էր ասում։ Իսկ Մաղաքյան ասում է, որ Աստծո անունը անարգող քահանաներ ու բաներ, պատիժներ։ Նաև Ղևտացիների գրքում գրված է. Աստծո անունը մողոքով չպղծես։ Քահանաները սուրբ լինեն, որ Աստծո անունը չպղծեն։ Իմ անունը պղծեցին հեթանոսների մեջ, դրա համար էլ նրանց սպառեցի։ Հիսուսն էլ ասեց Մատթեոս ավետարանում. ոմանք կգան կասեն քո անունով մարգարեություն արեցինք, կամ շատերը պիտի գան իմ անունով եւ այլն։ Աստծո անունը ձեր պատճառով կհայոյվի։ Այսքանը կարդացինք, որ ես ասում եմ այն միտքը, որը պատրաստել եմ ասել։ Ասենք մի երկրից մի երկիր դեսպան ուղարկում։ Ինչ է կարծում այդ երկրից ամեն եկող դեսպան, հա։ Իհարկե ամեն եկող դեսպան չի։ Ինչքան ուզում Ամերիկայի լավ թունդ քաղաքացի գաստեղ, եթե նրան իր պրեզիդենտը չի ուղարկել, նա դեսպան չի։ Նա այն իրավունքները չունի, այստեղ ինչ որ դեսպանն ունի։ Դեսպանը հատուկ ուղարկվածն է։ Դեսպանը հատուկ պատգամով ուղարկվածն է։ Բայց որոնք որ հատուկ պատգամով ուղարկված չեն, նրանց դեսպանությունը նույնիսկ դատապարտության է ենթակա։ Նեսօր ամեն մարդ չի, որ Հիսուսի անունով կարող է դեսպանություն անել։ Կարդացի արդեն։ Քեզ ինչ, որ իմ անունս բերանդ կառնես, գողի հետ միաբանվում ես։ Եթե մեկի կյանքը հավատարմություն չի ցուցաբերել, քեզ ինչ։ Ես մի հատ օրինակ եմ ուզում ասեմ, որը սովետի ժամանակ եմ գործածել այս օրինակը, բայց սրան համընկնում է։ Պատկերացրեք, որ ես գնացել եմ մի հատ հիմնարկություն եմ մտել, ասում եմ, մի հատ բերեք ձեր դոկումենտները ստուդիեմ, ասում են դու ով ես, բնակարան կասեն ով ես։ Ասում այսինչ փողոցի այսինչ տան բնակիչն եմ։ Մի հատ էլ կարող անարգեն, ճամփու դնեն, որտեղ դրա մեջ ոչ մի զորություն չկա։ Բայց որ գնամ, իրանց նախարարությունում ընդունում եմ աշխատանքի, ինձ էլ լավ դրսևորեմ, եւ ինձ մի հատ տոն ստան լիազորագիր, որ ես իրավունք ունեմ իրանց այդ ենթակայության տակ եղած հիմնարկները ստուդիելու, որ նորից գնամ ասեմ բերեք ստուդիեմ, որ ասեն ով ես, ես էլ իմ նախկին չեմ ասի, ես այդ լիազորագրով արդեն կներկայանամ, ես ձեր նախարարության աշխատողն եմ, հասկանում եք տարբերությունը, ու այստեղ արդեն իմ խոսքը ուժ կունենա։ Սիրելի մարդ, եթե դու ընդամենը հասցե ունես, դա դեռ քիչ է։ Եթե ընդամենը եկեղեցու մի հատ աթոռ ունես, դա դեռ քիչ է։ Եթե ընդամենը հավատացյալ անուն ունես, դա դեռ քիչ է։ Դու պետք է լիազորված լինես։ Դու պետք է Պողոսի նման նորից եմ ասում, այն քո հավատարմությունից ելնելով Աստված քեզ դնի սպասավորության մեջ։ Այո, դեսպանը կարող է լինի առաքյալ, դեսպանը կարող է լինի ավետարանիչ, կարող է լինի մարգարե, կարող է լինի հովիվ։ Դեսպանը Աստծոց ուղարկված մարդն է։ Դեսպանը իր հավատարմության վաստակում է դեսպան լինելը։ Դեսպան լինելը իրան չի գալի, դա վաստակել է, ինչպես հավատարիմ սիրտ ունենալով։ Այնպես որ ես չեմ ասում, ոչ մեկ իրավունք չունի Հիսուսի անունով ինչ բանելու, բայց այդ իրավունքը դու քեզանով չես ունենալու, այդ իրավունքը պիտի վաստակես, այդ իրավունքը պիտի ստանաս, այդ իրավունքը Աստծուց պիտի գա քո մեջ, այդ իրավունքը հաճախ ձեռնադրությամբ կարող է լինի,
Այդ իրավունքը պետք է երևա քո կյանքից։ Հիսուսն ասեց իմ գործերն են ցույց տալի, որ ես հոր անունով եմ գործում։ Քո գործերը պետք է ցույց տան։ Նենց որ ամեն Հիսուսի անունով գործողը դեռ դեսպան չի, բայց ես հավատում եմ, որ այստեղ շատերը կան, որ դեսպան են։ Եվ շատերը կան, որ կարող են լինել դեսպան, բայց դեսպանի բառից առաջ պետք է լինի հավատարիմ։ Առանց հավատարմության Աստված չի վստահի։ Կրկնում եմ, առաջ Տիմոթեոս 1:12 Պողոսն ասեց. շնորհակալ եմ, որ իմ հավատարմությունը տեսնելով ինձ դրեց այս սպասավորության մեջ, որ ինձ հավատարիմ համարելով ինձ դրեց։ Քանիսս կարող ենք այդ բանն ասել։ Ես հիմա չեմ ասում դուք ասեք կամ մի ասեք, բայց սա պիտի քո կյանքից երևա։ Սա պիտի քո կողքիները տեսնեն։ Սա պիտի քո խոսքի մեջ ուժ լինի։ Այդ խոսքի մեջ եթե ուժ չկա, հենց այնց ասած խոսքերը Աստված համարում է սուտ մարգարեների խոսք։ Աստված այդպիսիներին պատիժ է սահմանել, ով որ իր անունից խոսի, բայց նրան Աստված չի ուղարկել։ Իսկ ով որ Աստված է ուղարկել, փառք Աստծուն նրանց համար։ Նրանց դեսպանությունը իսկապես արդյունք ունի, նրանց դեսպանությունը պտուղ ունի, ում որ Աստված է ուղարկել։ Ես կրկնում եմ, հավատում եմ, որ ձեր մեջ շատերը կան, բայց Երանի բոլորը լինեն։ Եվ եթե մինչև այսօր դեռ հայտնի չի քեզ, ապաշխարի։ Պարզապես այսքան, ուրիշ շատ բան պետք չի։ Ավելի մոտեցի, վաստակի, քո հավատարմությունը ցուցաբերի։ Եվ ուզում են ամենասկզբից ասած խոսքերս հիմա էլ ասեմ, վերջացնեմ։ Անկախ նրանից ինչ ծառայության մեջ ես, Աստված քեզ գնահատում է քո բանի հավատարիմ սրտով։ Քո հավատարիմ սիրտն է Աստված գնահատում։ Ինչ ծառայության մեջ ուզում ես եղի։ Եվ քո վարձքը քո հավատարիմ սրտի համեմատալնելու։ Պարտադիր չի ստե բոլորը տեսնեն քո դեսպանությունը։ Աստված տեսնում է։ Եվ պարտադիր չի դու խոսքի ծառայող լինես։ Կարող է սեղանների ծառայող լինես, բայց քո սեղանի ծառայությունը մարդկանց սրտերի վրա ազդի։ Մարդկանց կյանքեր փոխի։ Կարող է քո դռնապանի ծառայությունը շատերի սրտի հետ խոսի։ Հավատում եք սրան, ես հավատում եմ։ Կարևորն նա, որ դու հավատարիմ սիրտ ունենաս եւ Աստված քեզ գործացի։ Աստված շատ օրհնի ձեզ։ Եկեք ով որ հասկանում է, որ ինքը այդ դեսպանությունն գոհանա Աստծուց, ով էլ չէ, թող այսօր ապաշխարության խոսքեր ասի, եկեք ոտքի կանգնենք։